Այս քրեական գործով 2020 թվականի սեպտեմբերի 24-ին դատավոր Էդիկ Սերցյանը հրապարակել է վերդիկտ, հայտարարելով, որ մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին քրեական լրացուցիչ 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեղադրանքով։ Այնուհետև դատավորը հայտարարել է, որ խախտման միջոցը թողնում է նույն սահմանափակումներով, որից հետո սահմանվել է լրացուցիչ դատալսումներ սեպտեմբերի 29-ի ժամը 9:30։ Դատավորը լրացուցիչ դատալսումների օրը հայտարարելուց հետո հեռացել է դահլիճից առանց կողմերին հայտնելու, որ նրանք իրավունք ունեն մինչև հաջորդական նիստը դատարան ներկայացնելու միջնորդություններ։ Գտնում եմ, որ դատավոր Արմեն Պետրոսյանը պետք է ազատվի այս քրեական վարակի մասնակցելուց հետևյալ պատճառաբանությամբ։ Բացառիկ հայտնելու իրավունք այս փուլում քրեական դատավարության ունեցույթի 64 հոդվածի 7 մասի կանոնավորումների համաձայն բացառիկ ինքնարկ է դարձել սեպտեմբերի 24-ի նիստից հետո, որ կողմերի իրավունք ունեն դատավորը բացակայել այս փուլում։ Դատարանի կողմից խախտված նորմա։ Դատական օրենսգրքի 70 հոդվածի 2-րդ մասի 3-րդ դաշնությունների համաձայն, որ ուժ է նստելում, եւ 71-րդ կետի առաջ մասի համաձայն դատավորը պարտավոր է խախտել, եթե նրանք գործողությունները հիմքեր են ստեղծում։ Դատավորը խախտել է քրեական դատավարության օրենսգրքի 344 հոդվածի 2-րդ մասի բաժանարով, որ վերդիկտը հրապարակելուց հետո դատարանը սահմանում է լրացուցիչ դատալսումներով առաջին դատական նիստի տարին ամիսը օրերի ժամը, ինչպես նաև կողմերին հայտնում է, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ։ Սույն օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ինքնապաշտպանության վերաբերյալ։ Դատավորը վերդիկտը հրապարակելուց հետո սահմանելով լրացուցիչ դատալսումների տարին ամիսը օրերի ժամը չի հայտնել կողմերին, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ մի օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ինքնապաշտպանության վերաբերյալ։ Օրենսգիր այս գործողությունը սահմանել է որպես պարտականություն եւ ոչ թե հայցողական հետազոտություն։ Հարց է ծագում. ինչու է դատավորը ակնհայտորեն խախտում օրենքի բանները։ Ինչու։ Ինչ է նրանից գնում հետևելու օրենքի պատվիրանին եւ պաշտպանության կողմին հայտնելու նրա իրավունքների իրագործման մասին։ Եթե դատավորը ղեկավարվել այն ենթադրությամբ, որ Միքայել Սրբազանի պաշտպանները գիտեն օրենքի այդ բանջը, հետեւաբար կարիք չկա իմացածի մասին հայտնելու, ապա դառնում են ենթադրությունը, քանի որ օրենսգիրն այս գործողությունը կապակցի տեսակետից խտրություն չի դնում պաշտպան ունեցող կողմի եւ պաշտպան չունեցող կողմի միջեւ։ Մեր համոզմամբ այս խախտումը կարող է դրսևորվել երկու դեպքում։ Առաջին, եթե դատավորը կոմպետենտ չէ, կամ երկրորդ, դատավորը ունի խտրական վերաբերմունք։ Մենք հակված ենք պնդելու, որ դատավորը ունի խտրական վերաբերմունք Միքայել Սրբազանի նկատմամբ, ինչը դրսևորվել է նաեւ իր նախորդ տարբեր խախտումներով, սկսած գործնստանդարտության չուղարկել, կալանքի ժամկետների երկարաձգել, որոշման մեջ կեղծ տվյալներ ներառնելու գործողություններից վերջացած այսօր խախտումներ։ Ղեկավարելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70 հոդվածով եւ քրեական դատավարության օրենսգրքի 40 հոդվածով Երևան քաղաքի առաքելության ընդհանրության քրեական դատավարության հայտնի բացառություն։ Պատվժան դատարան, իրոք հարցածախում, ինչու է դուք նման խախտումներ ունեցել։ Անկեղծ ասած չեն կարող պատկերացնել։ Սև սպիտակի վրա գրված է քրեական դատավարության օրենսգրքի մեջ։ Վերդիկտը հայտարարելուց հետո կողմին հայտնում է։ Դուք հայտարարեցիք վերդիկտի մասին ու արագ եղացաք։ Նա ուզում եք հասկանալ, ինչն է, ինչն է։ Ինչու չեք ուզում Միքայել Սրբազանի ժողովրդական լեզվով բարել չի։ Ինչն է խնդիրը, ինչու դա մեր վրա չի տարածվում։ Ինչու դատավորական նորմերը մեր համար չեն աշխատում։ Որն է պատճառը։ Առավելևս դուք գիտեք, որ սա զգալի քրեական գործ է եւ բոլոր ուշադրության կենտրոնում եք, դա միշտ է ձեր ստիպում նման խախտում։ Եվ մենք այս պայմաններում հակված ենք ընդդելու, որ դուք ունեք խտրական վերաբերմունք։ Հասկանու՞մ։ Պատվաժան դատարան գտնում եմ, որ ներկայացված միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է դժվար այն պարզ պատճառաբանությամբ, որ դատական նիստի սկզբից դատարանը ստեղծան պաշտպանական կողմի պարզաբանեց միջնորդությունների ներկայացնելու իրենց իրավունքը եւ դատարանի կողմից որևէ կերպ չի սահմանափակվել դատավարության պրոֆեսիոնալ մասնակիցների կողմից դատավարության այս փուլում միջնորդություններ ներկայացնելու իրենց
իրավունքը, հետևաբար պաշտպանական կողմը լիարժեք կարող է օգտվել իր այդ հնարավորությունից եւ գտնում եմ, որ այդ կապակցությամբ բերված պատճառաբանությունները պարզապես անհիմն են, իսկ ինչ վերաբերում է միջնորդության մեջ ներկայացված մյուս հանգամանքներին, որոնք ըստ էության որպես լրացուցիչ հիմնավորումներ են ներկայացվել, դրանց կապակցությամբ արդեն դատարանի կողմից որոշում ներկայացվել է եւ գտնում եմ, որ դրանց անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, խնդրում եմ մերժել միջնորդությունը։ Դատարանը քննարկելով պաշտպանական կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը արձանագրում է հետևյալը, որ ըստ էության բացարկի հիմքում պաշտպանության մասնակիցը դրել է այն հանգամանքը, որ դատարանը չի պարզաբանել իրենց հնարավոր օրենքով նախատեսված իրավունքի մասին։ Ամեն դեպքում դատարանը գնահատում է, որ պրոցեսի մասնակցին միջնորդություն ներկայացնելու իրավունքի մասին չպարզաբանել է, որը հիմնավորում չէ, որպեսզի արձանագրվի դատարանի ոչ արդար օբյեկտիվ լինելու մասին, ավելին պաշտպանական կողմը անկասկածանալի դատարանը պարզաբանել է իրավունքը թե ոչ, դատարանը առաջնորդվելով պրոցեսի մասնակցի բարձր պրոֆեսիոնալիզմով գտնում են, որ դատարանի կողմից չպարզաբանված լինելու պարագայում այդպիսի միջնորդություն կարող է ներկայացվել, նորից գտնում այդ ամենը հիմքում դնելով բավարար չէ, որպեսզի դատարանին մնացած ներկայացնել միջնորդություն ներկայացվի, այլ կերպ ձեր միջնորդությունը անհիմն է ենթակայում մեջ։ Անդրադառնալով դատարանի կարճ հայտարարություն։ Ովքեր դատարանը ամբողջ ներման դրեց պրոֆեսիոնալ մասնակիցներին, բայց նորից մեր համոզմունքը ձևավորեց, որ ձեր համար այստեղ ոչ պրոֆեսիոնալ մասնակից հաստատում չկար, այնինչ Միքայել Սրբազանը այս գործի առանցքում է գտնվում, եւ ինքը պրոֆեսիոնալ մասնակից չի գործի, որտեղ ինքը իրական չի, հետեւաբար դատարանի գործողությունը հենց հատկապես նրա պարզաբանում դեպքերին հակառակ դրամաբանության կարող է վերագրել ընդհանրապես պարզաբանել, ասել որ անհամես, հետեւաբար ես կարծում եմ, որ դատարանը հատուկ է խուսափեց այս մտքերից, որտեղ դատարանը չի կարող հիմնավորել, ինչի օրինակ Միքայել Սրբազանը իր այդ իրավունքը չի պարզաբանել։ Այս հաշվով կարծում սա ևս մեկ անգամ ցույց է տալիս դատարանի ոչ օրինական եւ ոչ իրավաչափ մոտեցում այս գործի Միքայել Սրբազանի։ Ես էլ պատասխան դարձա։ Տեսեք, իհարկե կանխատեսելով դատարանի այդ մեկնաբանությունը, ես բացարկի տեքստի մասին անդրադարձ ունեցել եմ։ Ֆեդերալ դատավարության օրենսգրքի 344-րդ մասը, որը ես ուղիղ ցիկեցի։ Ուղիղ ասում եմ, ինչպես նաև կողմերին հայտնում է այս միջնորդությունների ներկայացման մասին։ Տեսեք, օրենսգիր ասում է կողմերին հայտնում է։ Առնվազն եթե դատավարության կողմերից մեկը կարող է պաշտպանող ներգրավված չլինել, որտեղ դա իր իրավունքն է։ Մյուս կողմը դա պրոֆեսիոնալ կողմ է, որտեղ դատախազներն են մասնակցում։ Այստեղ օրենսգիրը ասում է կողմերին է, դա դատախազին է։ Հետևաբար սա կապ չունի, օրինակ, մեղադրյալի կամ պաշտպանի իրավագիտակցության մակարդակով։ Սա դատարանի ուղղված օրենսգրի հստակ պահանջ է։ Երկար բնականաբար տրամաբանական ներկայականություն կամ դատավարական ուղեր, ինչ համար շատ զարմանում է մեղադրողի դիրքորոշումը, ասում է հիմա ասել է անհիմն է եւ այլն։ Հարգում է հստակ գրված է վերդիկտը հայտարարությունով կողմերի հայտումը, դա մենք ոնց հասկանանք, օրենսգիրը հստակ պահանջ ունի, այդ ոնց այդ պատվիրանը ձեր համար չի աշխատի։ Այսինքն մեր համար չպետք է աշխատի, այս գործով օրենսգրի պատվիրանները աշխատչապով եք որոշում, մյուս դեպքերում աշխատչապով չեք որոշում։ Սա է զավեշտը մենք հատուկ ցույց ենք տալիս ձեր տարբերակված գիտությունը Միքայել Սրբազանի գործի նկատմամբ։ Այսինքն օրենսգրի պահանջը չի աշխատում մեր համար։ Ընդ որում տարական պրիմիտիվ օրենսդրական ձևակերպումներ մեր համար չեն աշխատում։ Սա մեր համար չի, եւ սա է ցավալի։ Ու ցավալի է, որ այսօր իբրև մենք լավ արտադրության համակարգ ունենք, ինձ համար ցավալի է, որ ես հանդիպում եմ այնպիսի, ոնց ասել, պատային իրավիճակի, որ չեմ պատկերացնում։ Այսքան Պրակտիկ շրջանառություններին բնորոշ հարցերի վերաբերյալ դիրքորոշումներ կարող են ներկայացնել, եթե չկան
հավաքվել հետազոտելու միջոցություններ, առաջինը հայային մեղադրական մտական հարցերի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու Պատվարժան դատարան, դատարանության արգելի մասնակիցներ։ Որպես մեղադրյալի պատասխանատու